Այն օրը Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ երկու գյուղում բացարձակապես չնախատեսված կանգառ իրականացրի եւ այդ զրույցների արդյունքում Տանձուտ գյուղում էր պարոն Խուդացյան եւ Հագարը Արգավանդ գյուղում էր եւ զրույցների ընթացքում էլի արձանագրեցի դիսոնանսը մեր եւ մեր սիրելի գյուղացիների միջեւ Հիմա օրինակ կանգնեցի պատահաբար մտա մի բակ պարզեր որ այսինքն առաջին հասկից էլ պարզեր որ մարդիկ միջինից ցածր կենսամակարդակով են ապրում եւ հետաքրքրվեցի ինչ հող ունեն նա բակում փր հող ունեն եւ պարզվեց որ եւս մի հեկտար հող ունեն որը չեն մշակում Հիմա ես ասում եմ, բայց ինչի չեք մշակում եւ այլն եւ բերում են տարբեր պատճառներ հիմա օրինակ այդ նույն խոսակցությունը հիմա թարգմանեմ մեր այսօրվա նախագծի չնայած այնտեղ խոսակցությունը բուն հենց սրա մասին չէր բայց նաեւ սրա եւ մյուս ծրագրերի մասին էր մենք ասում ենք բայց չէ որ կառավարությունը 100,000 դրամ ասենք տալիս է ինչի համար է 100,000 դրամ տալիս ասենք Հատիկնդեղենի մշակաբույսի համար Արարատյան դաշտի հող Բերի հող 100,000 դրամ տալիս է, մարդը ասում է, հա, բայց 170,000 դրամ պետքա բան անեմ, ծախսեմ այնտեղ, որ հողը մշակեմ։ Ասում եմ, հա, կառավարությունը 100,000 դրամ տալիս է։ Ասում է, հա, բայց ես այդ 170,000 դրամը չունեմ։ Ոստեղ խոսակցությունը կանգնում է։ Հիմա ընտրությունը հետևյալն է, ասեմ լավ, այդ 170,000-ն է կտանք, սա ճիշտ խոսակցություն չի։ Ինքը ասում է, հա, 100,000 տալիս եք, չեմ ժխտում, որ տալիս եք, բայց ես այն 170,000-ը չունեմ, որ գնամ այնտեղ մշակեմ։ Այստեղ խոսակցությունը մտնում է փակուղի։ Հաջորդը ավելի լայն, երբ որ մարդիկ հավաքվում են, էլի մեր տարբեր ծրագրերի մասին եմ խոսում, ասում են, հա, այդ ծրագրերը ընդունում եք, բայց դա ինչ, մեզ համար չէ, դրանց էլի հարուստներն են օգտվում։ Դե ոնց են հարուստները օգտվում։ Ասում է, հա, դե օրինակ հիմա լսեցի այդ նախադասությունը նախկինում եթե ականջս չէր ծակի, բայց այդ խոսակցությունից հետո ձեր ասածը, երբ որ զեկուցում եք, ականջս ծակեց, ասում եք միջև 100 հեկտար, չէ։ Ասեք միջև 100 հեկտար։ Ասում է, հիմա այդ 100,000 դրամները կստանան նրան, ովքեր 50 հեկտար են ցանում, 60, 70, 100 հեկտար են ցանում եւ արդյունքում կստացվի, որ էլի հարուստները, այսինքն հարուստները չեմ ասում, մանը Բիլ Գեյթսը, բայց տեղական մասշտաբով հարուստները կօգտվեն։ Այստեղ էլի խոսակցությունը մտնում է փակուղի։ Հաջորդ բանն եմ ասում։ Ասում եմ, բայց ասենք օրինակ այգի դրեք, ես արեք, դե ասում է կարկուտը են, ասում եմ, դե բայց հակակարկտային ցանցերի համար չէ որ անում ենք ծրագիր, դրա 70%-ն ենք 276 կարկտաբեր համայնքում 75%-ն ենք փոխհատուցում, մյուս համայնքներում այս պահին փոխհատուցում ենք վարկի տոկոսի 9%-ային կետը։ Հա, շատ լավ, ասենք այդ 60% փոխհատուցում ենք, ասում եմ շատ լավ, 60%-ը ես պետք է 100,000 դրամ ծախսեմ, որ դու ինձ 60,000 դրամ տաս, կամ 1 միլիոն պետք է ծախսեմ, որ 600,000 դրամը տաս։ Ասում եմ, հա, ասում եմ, բայց ես 1 միլիոնը չունեմ, որ ծախսեմ, հետո կամ ասեմ 600,000 դրամը տաս։ Ասում եմ, դե բա տոկոսն ենք սուբսիդավորում, ես ենք անում։ Ասում եմ, հա, բայց ես սև ցուցակի մեջ եմ, ես վարկ չեմ կարող վարկ վերցնեմ, որ գնամ այդ գործողությունը անեմ։ Շատ լավ, ասում եմ, բայց մենք անհույս վարկերի համար ծրագիր ենք ընդունել, որ անհույս վարկերը սպասարկենք։ Եվ բանը ինչ է ասում, այնտեղ մի թեթև չգիտեմ այդ մասերը հրապարակվել է, թե չի, ասում է, հա դա պետական աշխատողների համար է։ Ես չեմ հասկանում ինքը ինչ է ասում։ Ասում եմ, չէ, ո՞նց է պետական աշխատողների համար, հետո ճանապարհին արդեն բաժանվել ենք մի 15 րոպե մեքենայի մեջ եմ, հետո եմ հասկանում, որ ինքը պետական աշխատող ասելով նկատի ունի պաշտոնաբանում հիմնարկում գրանցված աշխատողի մասին։ Այսինքն հիմա
եթե այդ խոսակցությունը չլներ, հիմա ես ելույթ ունենայի ասելու եմ, որ մենք մեր գյուղացիներին սենց աջակցում ենք, քաջալերում ենք, բան ենք անում, բայց իրոք այդ այն մարդիկում ես տեսա, ում հետ շփվեցի, այս ծրագիրը իրանց հետ ոչ մի կապ չի ունենալու։ Կառավարությունը իր տեսակետից մենք մեր խնդիրը լուծում ենք եւ մենք այլ կերպ ենք նայում։ Իմիջիալոց 2018 թվից էլ մեր էվոլյուցիան էլ պետք է մենք գնահատենք, որովհետեւ մենք այն ժամանակ եկել ենք, ասում ենք մենք ժողովրդական իշխանություն ենք եւ մենք պետքա փոքր հողակտորներին աջակցության ծրագրեր անենք։ Վերին շեմեր էինք դրել 3 հեկտար եւ այլն եւ այլն, ինչ ծրագիր ինչ ասեց բացեցինք այդտեղի համար, վերջում որ ուզում բյուջեի կատարողական նայում ենք, տեսնում ենք ծրագիրի 1%, 5%, 7%, ինչի, որովհետեւ չկա հետաքրքրություն։ Ես ինչի համար եմ սա ասում, էլ ինչ դրվակ կար այնտեղ, հա, էլի կաթիլային ոռոգման հետ կապված, էլի որ մենք ասել ենք ով կաթիլային ոռոգում կքաշի 5 տարի ջրի վարձ չի վճարի եւ այլն եւ այլն։ Այդ ամենը լավ է հնչում, բայց այդ մարդկանց չի ստացվում մեր երկխոսությունը իրանց հետ եւ այս ծրագրերը իրանց բան չի անում, չի հանում իրանց այդ վիճակից։ Սա հիմա ես այդ ձեր նախադասությունը որ լսեցի, որովհետեւ տեղում ես այդքան լավ չէի հասկանում, ինչ նկատի ունեի։ Չնայած էլի հասկանում եմ, որովհետեւ ասում է նա ով բանի սև ցուցակում չի, ուրեմն հարուստ է, որովհետեւ եթե հարուստ է, այսինքն իր չափանիշով հարուստ է, դե հիմա այսինքն հնարավորություն ունի։ Ով սև ցուցակում չի, նա է օգտվելու այս ծրագրերից։ Մենք մեր խնդիրը լուծում ենք այն չափով, որ այն մարդիկ, որ մտածում են, հա, 50 հեկտար անեն, ենթադրենք 10 հեկտար անեն թե 20, բայց այն 10-ը վստահաբար անելու են, մեր այս ծրագրի արդյունքում կավելանա։ Այսինքն չմշակվող հողերի թիվը կնվազի։